Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ առաջ անձրևը կտրվել, ըմիկ էլ սիրուն սոխակնին երգում են, դրանց էլ ավելացել են ծիծեռնակնին, արդեն մի 10 օր կլիկ հոչել են եկել տաք երկրներից, դե գիտեք շատերդ, որ ծիծեռնակները չվող թռչուններ են, հետ են վերադարձել հայրենիք, քանի որ հայրենիքը քաղցր բան է. Ճիշտ անձրևը կտրվել է, բայց այդ ամբը գրգոռում է, թարսի պես ես էլ նենց հավես ունեի գործանելու, գործերը սաղ կիսատ է մնացել, ոնց ասած արանքտին ճարել, իմ գործերը ծեր անել, դուս եմ եկել դուրը, սիրելի հետևորդներ ջան, հետո ամբի գոռալուն մտիկ չեմ անում, հրեն են վերևը գրգոռում է, որ մի 20 րոպե էլ գործ անեմ, էլ էդ մի բան շահարած կլիմ, էլի, խաղողիս ֆազերը գնալով մեծանում է, արդեն խաղողի ողկույզնին երևում է լավ, երկրորդ տեղանելու վախտն էլ է գալի, այսենց սիրունացել է, դե սոխածաղիկները արդեն այսենց հրաշք ձևով բացվել են, իրանց իսկական անունը Իրիսկա է, բայց թե սաղս էլ չգիտեմ, խիս սոխածաղիկ ենք ասում, իրան որպես ծաղիկ, ոչ մեկս էլ քաղում չենք մեր տներումը ծաղկամանումը դնում, քանի որ իրա այդ ֆոտը ծաղկային շատ մի ուրիշ ձևի է, էլի, համ լավն է, համ էլ ծանր հոտ ունի, բայց թե լավն է, այդ երկուսը իրար հետ շատ հաճելի է, երբ որ մեր բակերում աճեցնում ու ծաղկում են, հեռվիցը հիանում ենք, այդ բուրմունքիցն էլ, չգիտեմ, մի քիչ հեռու ենք կանգնում, ահա կեցակն են վերևը խփեց, բայց թե մի քիչ մի պետք է արագացնեմ, որ գնամ մի բանի շահը լիմ, էլի, թե ոնց ասի, մենակ թե կարկուտ չգաս, հա, հմի դուզն ասած որոշել եմ, թե ինչ տիմ անել, սաղ պատրաստել եմ, դեհլա գնանք տենանք ինչ եմ անում, ճիշտ ամբը տհե գրգոռում է, բայց արդեն բաղ չեն եմ եկել, սղոցս վիր եմ կալել, ընդի մի հատ կկալի կա, սրգևլի ծառին խնգարում է, ուզում եմ գնամ էդ կտրեմ, էրանքիցը հանեմ, ըստի էլ, ենքան անձրև եկավ է սրանքումը, այս սոկոնը ստի դուս է եկել, ոչ պիտանի սոկոնը, սրան ուզում եմ ըստի ամպոգեմ, բայց թե ասի, ձեզ է շանս տամ էլի, այսքան խոժորացել է, ոչ հավն է ուտում, ոչ մի կենթանի սրան ուտում չի, թե սուր աստի աճում գիտեն ոչ, ահա, շունիկս էլ ձենս լսեց, անձրևն էլ արդեն կտկաթում է, սիման էլ է եկել եդներս, այս իմ մոշի թփերն է, որ սոր ցերեկը են շոկ եղանակին ջրել էի, հլե որ գիտենայի անձրև տիկալ, ոչ էլ կջրեի, բայց թե հավերն էտա միծեր են, խառնում են, քարուգիլը իրարով են տալի, էսաղ քուջուջ են արել, իրանց ոտի հետ խառնել, չգիտեմ, անձրևը վրարել է, խոժոր կաթիլնով գալիս է, մի քիչ ստի բալկոնի տակին հլա ճամփա պհեմ, սիրելի հետևորդներ ջան, անձրևը գործս խփանեց, չգիտեմ բարի նետ էր, թե չէ, բայց թե կարացի ոչ գործանեմ, բայց նենց հավես կար, մանավանդ, որ մի քիչ առաջ էր եկել անձրևը, մի քիչ ճամփա պհեցի, ասի ծառերը կցմաքի, խոտերը կցմաքի, էտա տեհա գեդինն են կրանը ցմաքել է, ասի դուս կա մի քիչ գործանեմ, էլի, էտ էլի էտ մի անգամից վերակալավ, ես դեռ լաստի նստած եմ, հույս ունեի, որ կկտրվի կշարունակեմ, բայց թե արդեն շատ եկավ, էլի, այն մի հերթանից ավելի շատ եկավ, մանավանդ սղոցով, որ ուզեի կտրեմ են ընդի ավելորդ ծառերը, էդ ընդհանրապես ըլիլ չես եղանակին։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն պատրաստ էի, որ գնամ տուն, մնել ինչ տենամ, ծիածանը դուս եկավ։ Համ անձրև է գալի, համ էլ ծիածանը կապել է, կամար, այս մեր փլքի դոշն է, փլքի դոշի ղաշիցը, ինչև, հլա գնանք տենանք ուր է հասնում, գնանք, ահա,
Այ ստի, միջի ձորի ղաշը, այդքան հեռավորության վրա կամարա կապել, հլա այս մի կրանը ոնց որ մի շերտել ունենա, մի քիչ աննշան ա երկրորդը, ամբը համ գորումա, համան ձրևագալի, համ էլ ձյացանը կապելա, սհևաղտը երազանք եմ պահում, դե բան չկա, որ գործս խփանեց անձրևը, բայց թե այս սիրուն տեսարանը մեր առաջ բացվեց, եկեք երազանք պահենք, ասում են, որ ձյացանը, որ կապում ա, երազանք են պահում, ոչ միայն, որ տակով նանց են կենում, տղա աղջիկ են դառնում, ես կասեի ձյացանը, որ կապում ա, երազանք ենք պահում, հրաշալի տեսարան, բնության հրաշքներից մեկը, սիրելիներս, որ կարելի ա անվերջ նայել, ինձ թվում ա սա ստեղ շատ երկար կմնա այս կամարը, քանի որ անձրևը մի քիչ հացել ա, ես կամաց գնամ տուն, սղոցսել տանեմ, գործիքներս, ձեռնոցը, որ պատրաստվել էի, որ գործ անեմ իմ բաղչում, եթե անգամ անձրևը կտրվի էլ, չեմ կարա էլ գործ անեմ, քանի որ արդեն համ խոտերն են թացել էլ, համ էլ ծառերն են թացել էլ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եկել եմ վերևից եմ նկարում, կես ժամ ավել արդեն ձյացանը կապած ա, այս պահին անձրևի կաթիլները խփում ա ուղիղ աչքերիս, բայց չեմ ուզում այս սիրուն տեսարանը ձեռքից բաց թողնել, սա այս տարվա առաջի ձյացանն ա, որ կապել ա մեր մոտ, ձյացանի պատմությունը շատերդ կիմանաք, շատերդ էլ ոչ, ասեն, որ ձյացանը Աստծո ուխտն ա մարդկանց հետ, երբ որ ձյացանը կապվում ա, ուրեմն Աստված չի մոռացել մեզ, փառք Աստծո, սա Աստծո ուխտն է համարվում, ճիշտ ա գիտականորեն ուրիշ ձևի են բացատրում, բայց իրականությունը Աստծո ուխտն է, սիրելիներս, մարդկության հետ, մի փոքր վայել ենք, այս տարվա առաջի ձյացանը, թող որ բարին կատարվի, սիրելի հետևորդներ ջան, աչքս հազար գործի վրա, բրախեցի եկա տուն, մի կես ժամ նստեցի բալկոնում, ձյացանն էլ հիացա, հետո նոր եկա, քանի որ գործից եկել էի ու կոֆե չէի խմել, գիտեք, որ կոֆեի սիրահար եմ, մի հատ կոֆե եմ, որից հետո արդեն մի հատ համովություն կսարքեմ, չնայած որոշել էի, որ հաջորդ օրը այդ համովությունը սարքեմ, բայց պատահում ա, որ մեր ուզածով չի ամեն բան ընթանում, դրանից չենք կոտրվում, հետո էլի մեր գործերը դասավորություն ենք տալի, այստեղ կոֆե սելա վերջացել, վաղը կգնեմ կոֆեն, գնել ասեցի, ասեմ, որ ստեղ գնումներս թողել էի, այդքան սրտով ուզում էի, որ գնամ բաղչում գործեր անեմ, նույնիսկ հացը չեմ հանել, հացը, Աստված ջան, փոքր հաց եմ գնել, այս տեսակի հացն եմ գնել, որ էլի մեր փռում է թխվում, սիրելի հետևորդներ ջան, սա էլ ա շատ համով հաց, քանի որ արդեն գիտեի, որ երեկոյան ժամերին մի քիչ եմ սնվելու, փոքր հաց էի բերել, մտածելա, որ հաջորդ օրը արդեն 2 հատ հաց կգնեմ, քանի որ մյուս օրը ազատ օրս է, այսպես հիմա, տեսնեմ ինչ եմ արել, այստեղ խոշոր թազա կարտոշկա եմ արել, այս չափի, խոշոր, խոսքով, այստեղ մի հատ վարունգ, որպեսզի համը տեսնեմ, եթե տեսնեմ դուրս գալիս ա, սկսեմ արդեն վարունգ էլ գնեմ, քանի որ գիտեք, որ հիմա ինչքան խաբուսի կա համերը, այստեղ համեմ,
Ճիշտ ասած որոշել եմ, որ խաշլամա պատրաստեմ, մի քիչ այդ նպատակով եմ պատրաստվել, այստեղ թարմը կանացող, այստեղ բիբար, հոտը ինչ լավ եկավ, ու պամիդոր, այ գազար եմ գնել ու սխտոր, այստեղ գազար, այս ամեն ինչը պիտի հանեմ, որ տոպրակի մեջ քրտնում է, հետո արդեն հարմար ամանի մեջ կտեղավորեմ, կլվանամ, կանաչիները կմաքրեմ և սիրելի հետևորդներ ջան, այդ ամենը կոֆե վայելելուց հետո իհարկե, այսպես, կամաց արդեն կարող եմ գործիս ընթացք տալ, քանի որ իմ ջրի ծորակը այստեղ չի դեռևս, դրա համար ինչքան էլ որ այդ պահերը դժվարանում եմ, բայց արդեն սովորել եմ, այսպես, այս պահին գազարները չեմ լվա, օգտագործելուց առաջ կլվամ, այստեղ սոխը բացեմ, որպեսզի ինքը ազատությունը ստանա, կոֆես էլ չթափվի հանկարծ, այս ռեզինները մշտապես պահում եմ, մշտապես, ամեն ինչի էլ պետք է գալի, առայժմ այդտեղ, հետո համեմն էլ շատ թարմը, նոր էին ստացել, այսպես, հիմա հետևեմ իմ կոֆեին, վայելելուց հետո անցնեմ գործի, սիրելի հետևորդներ ջան, չնայած որ այնքան գործերս կուտակված է, միշտ էլ ասում եմ, բայց թե ասում եմ այն ինչ որ կա, քանի որ ընդհանրապես բաղ-բաղջի գործերը այն բանն է, որ պետք է ռավոտը արևը ծագեց, մտնուս բաղջեն, արևը մեր մտավ, նոր բաղջիցը գաստում, այ բաղջի գործը էդ է պահանջում, բայց քանի որ գիտեք, որ նաև աշխատանք եմ գնում գալի, դրան գումարած արդեն ձեզ եմ միանում և այդտեղ հնարավորինս աշխատում եմ իմ ժամային այդ դասավորվածությունը դասավորել, որ ոչ մի բան չտուժի։ Մենակ եղանակային պայմաններն է, երբեմն ինձ խանգարում, էդ էլ դե ամեն դեպքում։ Տեսակ ինչ հրաշալի տեսարան բացվեց բոլորիս առջև։ Այստեղ իմ կոֆեն եղավ։ Ահա, արի։ Հիմա սա կվայելեմ, հետո նորից կմիանամ, սիրելի հետևորդներ ջան։ Դուք էլ ես ընթացքում մի համովություն, մի ձեր սրտի ուզած մի որևէ բան վայելեք և միացեք ինձ։ Սիրելիներս այս տարբերակով եմ միացել և ուզում եմ ասել, որ ահա այս մսով եմ պատրաստելու, սառածեր, մի քիչ տեսա, որ ուշանում է հետ գալը, մի քիչ գոլ ջրի մեջ պահեցի, ահա նաև մի քիչ յուղոտ եմ իսը, այստեղ, երկու կտոր հանեցի, մի մասը յուղոտ էր, մի մասը սենց, դրա համար ամբողջն եմ ուզում եռացնեմ, ահա, յուղոտ մասերն էլ եմ եռացնելու, իր փրփուրը կհավաքեմ, քանի որ միտք ունեմ նաև բացի այս համովությունը պատրաստելը, մեկ այլ ուրիշ համովություն էլ պատրաստել։ Ընդհանրապես ես որ խաշլամա եմ եփում, սիրելի հետևորդներ ջան, սիրում եմ, որ ճաշերի նման եմ եփում, որ իր ջուրը այդպես առանձին չմնա, այլ նենց եմ եփում, որ ինքը ճաշի նման լինի։ Թեպետ էլի խաշլամա եմ ասում, բայց թե կարևորը որ այդ տվյալ պատրաստած սնունդը մեր սրտով լի։ Հետո եթե անգամ մի քիչ էլ շատ է լինում, դա չի խանգարում, ընդհանրապես կարծիք կա, որ ասենք տվյալ եփած ճաշերը հատկապես, բացի բորշը, այն մնացածը հաջորդ օրը համով չի լինում, բայց ես այդ կարծիքին չեմ։ Ես կասեմ, որ բոլոր եփած ճաշերը հաջորդ օրը ավելի համով են լինում։
Համենայն դեպս ինձ համար այդպես է, կարծիքները շատ տարբեր են միշտ էլ։ Չեմ ուզում շատ խոշոր կտորներով լինի միսը, խոզի միս է, սիրելի հետևորդներ ջան, եւ շատ խոշոր չեմ ուզում թողնել։ Խոշոր կտորներով սիրում եմ խորովածի մեջ։ Իսկ ճաշերի մեջ, խաշլամայի մեջ այս չափի կամ մի քիչ խոշոր, այս չափի ասենք։ Հիմա սա կդնեմ եռալու ու այդ ընթացքում փրփուրը համ կհավաքեմ, համ էլ կանցնեմ ձեր գրառումներին պատասխանելու, քանի որ ոչ մի գրառման դեռևս չեմ պատասխանել։ Այստեղ համարյա 1 կիլոգրամից ավել միս կա, որ արդեն 2 ձևով եմ պատրաստելու։ Այս կաթսայի մեջ եմ եռացնելու, այսպես։ Ջուրն էլ կլացնեմ ու եռացնեմ արդեն։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ միս արդեն 2 մասի եմ բաժանել, մեկը փոքր, մեկը մի քիչ մեծ չափաբաժնով, երկուսի փրփուրն էլ հավաքել եմ ու լավ եռում է։ Մյուսի տակ իջեցրել եմ, սա էլ տակ իջեցնեմ, որպեսզի մի քիչ հանդարտ եղվի։ Շատ արագ եղվելը պետք չէ։ Ավելացնում եմ երկուսին էլ դափնուտերև, այսպես, այստեղից վերջում պետք է հանեմ, այստեղից կմնամ մինչև ավարտը, այսպես, այստեղ գազար եմ լվացել, մաքրել և մանրեցրել, կտրել եմ գաթակտրիչով, որը պետք է ավելացնեմ այստեղ, և որն էլ չեմ թողնի շատ եռա, գազարը պետք չէ շատ փափկեցնել այդ համեղության մեջ։ Հիմա ուզում եմ մինչև որ այդ ամենը կեռա այնտեղ, մի փոքր վարունգով և պամիդորով թեթև աղցան պատրաստեմ։ Այս պահի համար ամբողջ սոխը կենտրոնից կտրում եմ, վերևի փափուկ տերևները օգտագործելու համար իմ աղցանի մեջ։ Իհարկե այս ամբողջը պետք է կիսեմ, քանի որ շատ կլինի և մանրեցնում, որպեսզի այստեղ ազատվի և շարունակեմ։ Հնարավորինս մանր եմ կտրելով, սոխը պատրաստել, լցնեմ, քանի որ պետք է ամբողջը խառնեմ իրար, համերը միանալու համար։ Մի քիչ էլ արդեն համեմ, լվացած, մաքրած, նորից կենտրոնից կիսում եմ, որպեսզի համահավասար մանրեցնեմ։ Համերն է պատրաստ։ Կարող ենք նույնիսկ խափահարել, համերը խառնվեն արդեն իսկ։ Եվ անցնում առաջ։ Սովորական կոպիկների եմ բաժանում, այսպես, անմիջապես, հենց ամանի վրա, արագի մեջ, այսպես, տնավարի, հավեսով, ուզում եմ նաև պանիր քերել անմիջապես ամանի վրա, խոշոր մասով, և աղ չեմ ցանելու։ Չեմ ուզում շատ խառնել, որպեսզի ջուրը շուտ չգնա։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, շրջակայքս մի փոքր կարգավորելուց հետո նորից եմ մոտեցել, այդ ընթացքում այստեղ համերը լավ իրար են խառնվել և չեմ մոռանում նաև մի փոքր շերտ թարմը բիբար ավելացնել, նորից կուբիկաձև։ Բուրմունքը շատ լավն է։ Նաև վարունգը հավանեցի, ընդհանրապես այս շրջանում վարունգները ճիշտ է տարբեր տեսակների կան, թե փշոտ, թե հարթ, բայց ես հարթ կեղևով վարունգներն եմ նախընտրում, չնայած դրանք էլ երբեմն խաբուսիկ են լինում և անհամ են լինում, դրա համար էլ ասեցի մի հատ կփորձեմ, եթե կհավանեմ արդեն շատ կգնեմ։ Քանի որ այստեղ արդեն պանիրը քերել եմ, աղը չեմ ավելացնում և այդ պատճառով էլ արդեն շատ չի գնում հյութերը և հենց այսպես ավելի հաճելի է վայելվում։
Անմիջապես արդեն ավելացնում եմ այս գեղեցիկ ամանի մեջ, գեղեցիկ մատուցելու համար, հենց ես ինքս ինձ։ Ընդհանրապես պետք է առաջին հերթին մարդը իրեն սիրի, որ կարողանա նաև դիմացինին սիրի, այսպես, շատ սիրունա ու շատ համեղաբուրում, նաև շատ տեղին կլիներ, որ խառը կանաչի գնեի, բայց չգիտեմ ինչի չեմ վերցրել, երևի շտապում էի, որ կամ ու գործեր անեմ իմ բաղ ու բաղչում։ Ընդհանրապես, երբ որ ուշք ու միտքը տվյալ գործում ա լինում, արդեն երբեմն էլ որոշ բաներ մոռացության են մատնվում։ Ահա խնդրեմ, սիրելիներս, այս գեղեցիկ տեսքը ձեռք բերեց և ձեզ էլ հավեսի եմ բերում ինչպես միշտ։ Հիմա ես կանցնեմ վայելելու և այս ընթացքում էլ միսը ավելի լավ կեռա, քանի որ երկու տեղում էլ շատ պետք է, որ միսը փափուկ լինի։ Սիրելիներս, հիմա այդ կարտոֆիլն եմ մաքրում և ուզում էի ցույց տալ, թե ինչպես եմ մաքրում։ Անցած անգամ ասել էի, չէ, որ այս գուբկայով եմ մաքրում, ահա։ Եվ հիմա էլ հարկ համարեցի ցույց տալ բանյամասը, քանի որ ինձ չգրեցիք, թե դուք ինչպես եք մաքրում։ Ինչևէ, ասեմ, որ կարտոֆիլի այն ամենախորքային այս փոսիկները լրիվ հանում է գեղերը և շատ փայլուն ու հարկ է լինում։ Հիմա անցնեմ հաջորդին, ահա տեսեք, թե ինչպես հեշտ է վերցնում գեղերը, այսպես, նաև մատները չի սեղանում այս տարբերակով մաքրելը, հատկապես, եթե դուք էլ ինձ նման չեք սիրում ձեռնոց հագնել, ահա, հիմա շարունակեմ և անցնեմ առաջ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ միսը արդեն եփված է, միսը եփվելու առաջին նշանը մսի համեղ հոտը գալն եմ համարում և այստեղ գազարն եմ լցնում։ Մի փոքր էլ գազարի հետ կեռա և սա կվերցնեմ։ Սա պետք է այսպես մնա, եռալուց հետո լավ հովանա, որ կարողանամ սառը վիճակում արդեն իմ ուզածը անել։ Չգիտեմ, այս վլոգի մեջ կտեղավորվեմ, թե մյուս, ինչև է, անպայման ձեզ կներկայացնեմ։ Այստեղ էլ արդեն մանրեցրած կարտոֆիլը գեղեցիկ ձևով, ահա խնդրեմ, գաթակտրիչով նորից գեղեցիկ կտրել եմ։ Եվ այսպես դասավորում մսի վրա։ Մի քիչ խոշոր եմ կտրել, սիրելիներս տեսնում եք, չէ, մի քիչ խոշոր եմ կտրել, որպեսզի շատ չհալվի, հատկապես, երբ որ նոր կարտոֆիլն է, մի փոքր եռալուց հետո արդեն կավելացնեմ բանջարեղենները։ Ծածկում եմ և սպասում, ավելացնելով կրակը։ Սիրելի հետևորդներ ջան, մինչև որ այնտեղ կարտոֆիլն ու միսը միասին եռում են, ես այստեղ բանջարեղենները գեղեցիկ ձևով կտրել եմ։ Շատ եմ սիրում, երբ որ այսպես հերթականությունով կտրում և շարում եմ այստեղ։ Մնացել է համեմը կտրեմ և սպասեմ ավելացնելու պահին։ Փոքր պղնձի միսը և գազարը արդեն եփվել է, անջատել եմ գազօջախը և սպասում եմ մի փոքր հովանա, որպեսզի ջրից հանեմ, առանձին հովանա այդպես, որ կարողանամ նրա հետ էլ աշխատել։ Այսպես։ Իմ ամենասիրելի պահերից մեկն է, երբ որ արդեն գործը ավարտին է հասնում, և այսպիսի գեղեցիկ պահ է առաջանում մեր խոհանոցի սեղանին։ Արդեն գիտեք, որ սիրում եմ կանաչեղենը մի քիչ խոշոր կտրել, այսպես խառնում եմ, մի քիչ փումփուլացնում, ինչպես որ սիրում եմ ասել, և իհարկե այս ընթացքում նաև շնչում եմ այս հրաշալի բույրերը, փոխանցելով ձեզ։ Հիմա արդեն կարող եմ այստեղից հանել միսը և գազարը, քանի որ պետք է ջուրը հանդարտվի այստեղ։ Ահա, այսենց հրաշալի լավ եփվել է։ Գիտեք, որ գազարը եփվելուց չի դեֆորմացվում, եթե իհարկե շատ չենք եռացնում։
Միսը յուղոտ, փափուկ, շատ համով բան եմ պատրաստել, սիրելի հետևորդներ ջան, ահա, չգիտեմ ինչ անուն տալ սրան, քանի որ կարելի ասել իմպրովիզե, այսպես, ինձ թվում է սա արդեն հաջորդ վլոգում կտեսնեք, քանի որ սա այնպիսի սնունդ է պատրաստման եղանակը այնպես է պահանջում, որ պետք է լավ տեղը տեղին սառը լինի, կարող եմ նաև դափնու տերևները ջրի մեջ թողնել, գիտեք չէ, որ դափնու տերևը շատ հրաշալի համ է թողնում, դրա համար չի խանգարի, որ իր այս յուղոտ ջրի մեջ մնա, այստեղ ամբողջ գազարն արդեն հանել եմ, ահա, այսպես, հրաշալի, քանի որ սրա գործը ավարտին եմ հասցրել, կարող եմ այս կաթսան այստեղից վերցնել, սա էլ տեղափոխել այստեղ և միացնել միջակ կրակի վրա և սա էլ վերցնել, որպեսզի կարողանամ այստեղ գեղեցիկ ձևով աշխատել, դասավորելով բանջարեղենները, կարծում եմ այնտեղ մի քիչ կրակս ուժեղ է և մի քիչ թուլացնեմ, ջան, ընտիր է, այդքան էլ մսի այդ փրփուրը քաշել եմ, բայց ամեն դեպքում, քանի որ միս է ամեն դեպքում, մասնիկներ է բարձրանում, ահա, արդեն իսկ զգացվում է, որ կարտոֆիլը լավ եփվել է և շարում եմ ամենաառաջ պամիդորը, այսպես, և իհարկե չեմ խառնելու, սիրելի հետևորդներ ջան, այսպես կշարեմ, կմնա որոշ ժամանակ, շատ մարմանդ կրակի վրա իհարկե, այսպես, այս կողմ, նաև ուզում եմ ասել, երբ որ բիբարի այս միջուկներից թողնում ենք, ահա, կորիզները և իս միջուկը նույնպես հրաշալի համ են հաղորդում ամեն մի ապուրին, գեղեցկություն, համեղություն, երբ որ ուտելիքը գեղեցիկ է լինում, ավելի հավեսով ենք վայելում, իսկ հիմա արդեն այս կանաչեղենը, շատ տեղին կլիներ, նորից եմ հիշեցնում, որ խառը կանաչի լիներ, բայց խառը կանաչի չեմ գնել, այսպես տարածում, սոխը նույնպես խոշոր եմ կտրել, որպեսզի գեղեցիկ լինի, հիմա էլ ավելացնում եմ աղը, հենց այսպես, իմ պտղունցով, իմ աչքաչափով, և այսպես զգուշորեն թեթև սեղմում, այսպես, կրակը շատ մարմանդ է, 5 րոպե թողնելուց հետո արդեն կարող ենք անջատել գազօջախը, այդ 5 րոպեն անցել է, սիրելի հետևորդներ ջան, և իմ խոհանոցում հրաշալի բույր է տարածվել, այդ բույրին ավելացնում եմ ևս մեկ հրաշալի բույր, իմ սիրելի աղացած չիլի թեթև գծու պղպեղը, ահա, հիմա բացում ենք, և այստեղ բույրը ավելի է տարածվում, շատ գեղեցիկ է տեսքը, շատ, և արդեն կարող ենք փայտե գդալով այսպես մի թեթև տեսնել ինչ կա այստեղ, բայց չեմ շտապում և չիլի պղպեղը ցանելուց հետո եմ տեսնում, թե ինչ կա այստեղ, ահա,
արժե որ մի փոքր կծու լինի եւ մի փոքր ավել եմ լցնում։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ կա այստեղ։ Այսպես։ Մի թեթև կարող ենք տաք ու երես անել։ Որպեսզի չիլի պղպեղի համը եւ այս բանջարեղենների համը տարածվի։ Ընտիր, կարտոֆիլը փխրում։ Սիրելիներս, այ հենց սրա համար էլ ասում էի խաշլամա ապուր, քանի որ կարտոֆիլը այսպես փշրվում է եւ հյութը էլ ավելի է համեղանում։ Այսպիսով պատրաստ է իմ եփած խաշլամա ապուրը։ Հրաշալի։ Եվ արդեն կարող ենք այսպես էլ թողնել, անջատելով գազօջախը։ Ծածկել եւ մի փոքր հետո վայելել։ Բոլորիս բարի ախորժակ, եթե դուք էլ այս պահին ինչ-որ համեղություն պատրաստեցիք, լսելով իմ վլոգը։ Առայժմ, սիրելի հետևորդներ ջան,